Նիկոլ Փաշինյանը տարին սկսում է հայտարարությամբ երեկոյան 10 տիրադավները կառավարական տանն էին, որտեղ շփոթ է ստորագրել, մասնավորապես եկեղեցու դեմ հարձակման, 5 ճանապարհ են քարտեզ են գծել, վաղը 1:30 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվելու են Սուրբ Աննա Աստվածածին եկեղեցի, որտեղ Նիկոլ Փաշինյանը որպես հանրապետության վարչապետ է այս ամենը իրականացնում, շատերի գնահատմամբ սա կոնկրետ սահմանադրական կարգի տապալում է, որովհետև ինքը հիշում է կանոնավոր քաղաքացի Փաշինյանն է լծվել այս չակերտավոր իրենց կողմից բարեկարգման պրոցեսներին եւ այս իրականությունն է, ինչ սպասեն, ինչ զարգացումներ կլինեն, համեցեք։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ շնորհավորել իմ ժողովրդին 26 թվական մուտք գործելու կապակցությամբ, բայց ցավոք հարգելի ժողովուրդ, հարգելի հայություն, Հայաստանաբնակ հայություն մասնավորաբար չեմ կարող ձեզ բարօրություն մաղթել, որովհետև այս իշխանությունը 25 թվականին խլեց ձեր բոլորի բարօրությունը, բարեկեցությունը, ինչի եմ դա ասում, որովհետև 25 թվականի վերջին 11 ամիսների ընթացքում Փաշինյանական իշխանությունը 1.5 միլիարդ դոլարով ավելացրեց մեր արտաքին պարտքը։ Ամեն օր մենք 1.5 միլիարդ պարտք ենք փակում դրամով, ամեն օր։ Հիմա դուք արթնացել եք, դուք արդեն 1.5 միլիարդ պարտք եք փակում։ Եվ այս պարտքի սոցիալական այս աղետալի իրավիճակում ես տեղեկացա, որ Երևանի ամանորյա շոուի, դրոներով շոուի վրա, որտեղ Փաշինյանական սրտիկներ Ավինյանը գծագրել երկնքում դրոների միջոցով 500 միլիոն դրամ է արժեցել։ Այն, որ այս իշխանությունը չարակամորեն տանում է մեր ազգաբնակչությանը աղքատության ամենավերջին սանդղակին, դա փաստվում է ամեն ժամ, ամեն րոպե, ամեն ամիս։ Ես այստեղ կխոսեմ սրա մասին, կանդրադառնամ նաև Փաշինյանական հակաեկեղեցական արշավին, որովհետև ամեն ինչ գալիս է ժողովրդի կենսամակարդակից։ Հացի խնդիր լուծող ժողովուրդը դժվարանում է այլ հարցերով զբաղվել։ Ահա թե ինչու է Փաշինյանական իշխանությունը ամեն օր թալանում, մտնում այս ժողովրդի գրպանը, ամեն օր ֆինանսական բռնաբարության ենթարկում Հայաստանաբնակ հայությանը, բացառությամբ իր թայֆայից։ Տարեվերջին մենք արձանագրեցինք, որ յուրաքանչյուր պատգամավոր վաստակեց մեկ ամսվա ընթացքում 3 միլիոն պարգևավճար։ Այստեղ գալու ճանապարհին ես հաշվում էի 36,000 դրամ նվազագույն կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուն առնվազն պետք է 86 ամիս 10 օր կարողանա ապրել, որ այս խմբակի մեկ ամսվա պարգևավճարի չափով թոշակ ստանա պետությունից, եթե այդ թոշակը 36,000-ից էլ չի նվազելու կամ չի բարձրանալու։ 83 ամիս 10 օրը դա տարվա կտրվածքով 7 տարի 10 օր է։ Այսինքն Հայաստանում 100 քանի թոշակառու առնվազն պետք է 7 տարի թոշակ ստանա, որ սրանց մեկ ամսվա պարգևավճարի չափը կարողանա լրացնել։ Ավելին, այս տարի ըստ իմ ունեցած տեղեկությունների, ըստ ինձ հասած տեղեկությունների, լինելու է տուգանքների աննախադեպ տարի։ Պատրաստվեք տուգանվելու, սիրելի ժողովուրդ։ Ասում են, օրինակ, միայն Տիգրան Ավինյանը 1.6 միլիարդ տուգանք է սահմանել տրանսպորտի ու ավտոբուսների, մետրոների եւ այլնի համար։ Հիմա հարց եմ ուղղում Երևանում 9% ստացած քաղաքագլխին, որտեղ կորան հսկիչների համար նախատեսված, ես եթե չեմ սխալվում, 270 միլիոն դրամ էիք տվել, որպեսզի ձեր հսկիչները
բարձրանան տրանսպորտ եւ կարողանան մարդկանց տուգանել։ Մենք սեպտեմբերի առաջին օրերին 1-2 հսկիչ ենք տեսել եւ քանի որ Տիգրան Ավինյան դու ստեղծել ես խայտարակ տրանսպորտային միջոցներ, այսինքն մարդիկ մնում են կանգառներում, մարդիկ չեն կարողանում տեղավորվեն, բնականաբար քո հսկիչների մեկ ոտնատեղը չկարողացան իրենք մեկ ոտնատեղի տեղ ունենալ տրանսպորտում, նրանք չաշխատեցին։ Ուր կորավ 270 միլիոն դրամը, որը դու դուրս էիր գրել քո հսկիչների համար, որոնք պետք է տրանսպորտ բարձրանային, որտեղ լափեցիք այդ գումարը։ Եվ նորից հարցնում եմ, մարդիկ ասում են, որ դու չարակամորեն ես լափել քո այդ խմբի հետ անիվի 25 միլիարդը։ Ասում են չարակամորեն լափել եք, որտեղ է 25 միլիարդը, անիվի 25 միլիարդը որտեղ է։ Գալու է մի ժամանակ հաթաթ բոլոր լափածների, բոլոր մեզանից խլվածների համար այս իշխանությունը պատասխան է տալու։ Ասում եմ, կառավարելի է այն ժողովուրդը, որը խարխափում է աղքատության ճիրաներում։ Այ հիմա դրա համար դուք ասում եք 10,000-ը ինչ կանի թոշակառուն, ինչի պիտի բարձրացնենք, մենք 5.600.000-ից ավելի աղքատության ճիրաներում խարխափող թոշակառուներ ունենք։ Էլ չեմ ասում 120,000 արցախցի, որոնք եկան այստեղ, եւ այդ 120,000 արցախցուց այսօր միայն 1200 քանիսն է օգտվել բնակարանի նախատեսված ձեր ծրագրից։ Ինչու, որովհետև այդ ծրագիրը բարիս ուղիղ իմաստով խայտարակություն է, այդ ծրագրից չեն կարողանում օգտվել արցախցիների գերակշիռ մասը, այլապես այսօր այդ ծրագիրը կյանքի կկոչվեր։ Փոխարենը Նիկոլ Փաշինյան Ասիական զարգացման բանկից 250 միլիոն դոլար եք բերել, ձեր կառավարությունը 250 միլիոն դոլար է բերել, որպիսի արցախցիների կյանքի բարելավմանը ուղղվեն։ Որտեղ է այդ գումարը։ Ինչու չի բարելավում արցախցիների կյանքը Հայաստանում։ Ասենք 20,000 արցախցի գնաց, լքեց երկիրը։ Դուք ընդհանրապես տեղյակ եք, ինչպես են ապրում այդ մարդիկ։ Գնացել եք մարզեր, Երևանում, ինչպես են այդ մարդիկ ապրում։ Փաշինյանական իշխանությունը ոչ միայն բռնի տեղահանված արցախցիների, այլև ամբողջ հայ ժողովրդի համար ուղակի պատուհաս է, ուղակի պատուհաս։ Բռնապետությունը այլ կերպ չի լինում։ Մարդկանց թողել սոված, սովի ճիրաներում մարդկանց սպանել, որպեսզի այդ մարդիկ այլևս չկարողանան մտածել ազգային բարձր արժեքների, ես որ խնդրեմ իմ հեռախոսը, խնդրեմ վերցնեք, հա, ներողություն եմ խնդրում, որպեսզի մարդիկ ազգային, հոգևոր այլ արժեքների մասին մտածելու հնարավորություն չունենան։ Ահա սա է Փաշինյանական իշխանության ողջ պատկերը։ Ինչ էր ասում մեզ այս իշխանությունը, երբ որ 21 թվականին եկավ այսպես շռնդալից խոստումներով նորից վերցրեց իշխանական աթոռը։ Ինչ էին ասում։ Ասում էին Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա։ Տվեցիք ձեր գլխին, տվեցիք Ալիևին, ձեզ համար է դեօկուպացիան, Ալիևին հանձնումն էր ամբողջ Արցախը եւ 120,000 արցախցու Հայաստանում սովի մատնելն էր։ Դուք ասում եք, որ մենք կառուցելու ենք 500 եւ ավել դպրոց։ Դուք կեսը չեք կառուցել։ Բայց մեր արտաքին պարտքը ամեն ժամ դրել եք մեր ուսերին ավելացրած։ Այ Փաշինյան Նիկոլը, երբ որ մոտ 1 ամիս առաջ խոսում էր, ասում էր, մեզ ասում են, ինչ է կարել այդքան պարտ, բերել ենք դպրոցներ ենք կառուցել։ Դուք խաբել եք։ Ուղղակի խաբել եք։ Հայաստանում այսօր չկա կառուցված 500 եւ մի քիչ էլ ավել, ինչպես դուք եք խոստացել, այդքան դպրոց։ Ուղղակի չկա կառուցված։ Փոխարենը դուք փակել եք դպրոցներ, դուք հանել եք հայկական դպրոցներից հայ եկեղեցու պատմությունը մի շատ պարզ պատճառով։ Ընդհանրապես աշխարհում մարդիկ միշտ փորձել են հայի գոյատևության խորհուրդը հասկանալ, տարբեր հաշվարկներ են արել, տարբեր ձևերով փորձել են հասկանալ այս փոքր ազգի գոյատևության գաղտնիքը։
Եվ ինչ են պարզել։ Պարզել են, որ հայի լինելիության գաղտնիքը իր հավատքն է, իր եկեղեցին է եւ իր գիտությունն ու կրթությունն է։ Փաշինյանական իշխանությունը հենց այնպես չէր, որ հարձակվեց դպրոցների վրա, 21-րդ դարում դուք սկսեցիք դպրոցներ փակել։ Սահմանամերձ գյուղերում դուք սկսեցիք դպրոցներ փակել, ասելով, որ օպտիմալացնում ենք, խոշորացման ենք գնում։ Եվ հենց այնպես չէ եկեղեցու վրա այս հարձակումը։ Դա Թուրքիայի, Ադրբեջանի տարբեր վերլուծաբաներ ասում են եւ Մեծ Բրիտանիայի պատվերն է իջեցված Նիկոլ Փաշինյանին։ Ասում են, որ Փաշինյանական աթոռի մնալը արժե հայ եկեղեցին քանդելը։ Երեք ես երբ տեսնում էի այդ մի քանի հոգի այնտեղ կանգնած էին առանց խաչի, ինձ թվաց, որ դրանք Եհովայի վկաներից գնացել են այնտեղ մի 7-8 հոգի, ինչ որ թղթի տակ են ստորագրում։ Պարզվեց չէ, դրանք Եհովայի վկաները չեն, դրանք Նիկոլ Փաշինյանի վկաներն են, որոնք արդեն վախենում են խաչից, այո դուք վախենալու եք, եւ ոչ միայն դուք, ձեր ընտանիքի անդամները պիտի վախենան այդ խաչից ու Աստծո պատժից, դուք պիտի վախենաք, գալու է ձեր վախը չափելու օրը, ես ձեզ ասում եմ։ Եվ ինչ որ թուղթ է ստորագրում վարչապետ Նիկոլ Փաշինյան, որովհետև մենք պիտի գնանք եկեղեցու բարեկարգման ճանապարհով։ Հստակ ասում եմ, որ սա քաղաքական հարձակում է հայ ինքնության, հայ եկեղեցու վրա։ Եթե մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ինքը որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյան է գնում այդ պատարագին, երեկվա թղթով ինքը ազդարարեց, որ սա քաղաքական հարձակում է մեր ինքնության ու մեր գոյության վրա։ Չի հաջողելու։ Ես քիչ առաջ ինչ էի ասում։ Աշխարհի տարբեր մակարդակով գիտնականներ փորձում են հայի լինելիության գաղտնիքը հասկանան։ Մենք շատ ավելի ծանր ժամանակներ ենք ապրել։ Մենք առանց պետության մեր եկեղեցին մեզ պահել ու բերել հասցրել է 21-րդ դար։ Այս փորձությունն էլ կհաղթահարենք։ Սակայն ես ափսոսում եմ, ես ցավում եմ, որ թրքական գործողություն այսօր իրականացում է Հայաստանի ներսում հայի ձեռքով։ Ես դրա համար ցավում եւ ափսոսում եմ։ Այդ դրա համար ասում եմ, գալու է 26 թվականի ընտրություններ, սիրելի ժողովուրդ։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, ինչ է նշանակում Փաշինյանական իշխանության վերարտադրություն։ Դա նշանակում է ոչնչացնել մեր պետությունն ու պետականությունը, մեր գլխին բերել նոր աղետ ու մեզ դարձնել թուրքական վիլայետ։ Իրենց այդ ճոռոմ խոսքերը, իրենք խոսում են հիմա այն դիրքից, որովհետև ոտքները կտրվել է սեփական հողից։ Իրենք չգիտեն այլևս ինչ է աղքատությունը, հաղթահարել են, իրենց ուղեղում ու գրպանում հաղթահարեցին, որովհետև մենք ասում ենք, ժողովուրդն ասում էր հողատու, իրենք դրանից չնեղվեցին, որովհետև այդ հողի արժեքը քանի միլիարդ կլիներ, չնեղվեցին։ Հիմա ժողովուրդը ձեզ ասում է ուրացողներ, դուք քրիստոնեությունը ուրացողներ եք, դուք դրանից էլ չեք նեղվում, որովհետև կարևորը ձեր գրպանում փող լինի, մեզ քերթելով, մեր կաշին քերթելով, միլիարդներով տուգանքներ գրելով, կարևորը ձեր գրպանը փող լինի։ Գալու է մենք Համայնքական ճակատշարժումը որոշել է հատ առ հատ հաշվետվություն պահանջել ձեր բոլոր խոստումների, ձեր բոլոր ծախսած գումարների եւ ձեր բոլոր վատնած ու թալանած գումարների մասով։ Այնպես ենք անելու, որ ոչ դատախազությունը, ոչ քննչական կոմիտեն, ոչ ԱԱԾ-ն ձեզ այլևս չեն փրկելու։ Ձեզ չեն փրկելու, որովհետեւ եթե փրկում են, նշանակում է իրենք այդ թալանի մաս են կազմում։ Հայաստանը չէր կարող այսօր ունենալ աղքատության այս մակարդակը արդյունքում 15 միլիարդ պարտքով։ Դա անհնարին է։ Մեկ պարագայում կարող է լինել, երբ որ այդ պարտքի գերակշիռ մասը դուք թալանած լինեք։ Նիկոլ Փաշինյան, որտեղ է անիվի 25 միլիարդը, որտեղ է։
Ձեր քնչական այնքան անզոր է, որ չի կարողանում պարզել, թե 1 տարում դուք 25 միլիարդ ոնց փոշիացրեցիք։ Զբաղվեք նման հարցերով։ Եկեղեցու գրավում, պաշարում, չգիտեմ, ձեզ չի հաջողելու, որովհետև պարտության սիմվոլ իշխանությունը չի կարող որևէ պարագայում հաղթանակ արձանագրել, այն էլ մեր հոգևոր ոլորտում։ Մեր ազգը որքան որ աղքատ ապրի, որքան որ կրթական մակարդակը, կրթական ցենզը ցածր լինի, բայց այս ժողովուրդը հոգևոր ժողովուրդ է։ Դա ես չեմ ասում։ Այս ժողովուրդը հոգևոր ժողովուրդ է եւ զուր մի փորձեք ինչ որ բաներ մոգոնել, թե դուք կարող եք հայ առաքելական եկեղեցին ասպատակել։ Կարող եք սպանելով, ջարդելով, թաթալ մոնղոլներին, թուրք-ադրբեջանական այդ իրենց այդ ջոկատներին հարիր ձևով կարող եք կոտրել։ Դա էլ եմ կասկածում։ Բայց հայի ոգին, մեր ինքնությունը ոչնչացնել դուք չեք կարող։ Դուք կարող եք մի քանիսին սպանել, բայց դրանից դուք ամբողջ ազգի ոգին չեք կարող սպանել։ Դուք միայն պարտություն կարող եք արձանագրել, թալան, պարտություն, կոռուպցիա, այդ անմեղ, ասենց բան դեմքով որ գալիս եք, այդ սրտիկները ձեր, այդ ամեն ինչը, մենք շատ լավ հասկանում ենք։ Դուք այս ժողովրդին լավ չեք ճանաչում։ Տիգրան Ավինյան, ոչ դու, ոչ քո քաղաքական շեֆը, ոչ այդ շեֆի ստորադասները, ոչ այդ շեֆի կողքը կանգնած մեյմունները, դուք այս ժողովրդին լավ չեք ճանաչում, որովհետև այս ժողովրդի հետ դուք կապ չունեք։ Ուղղակի կապ չունեք դուք։ Դուք ուղղակի կապ չունեք։ Մենք դուք ամբողջ մի տարի գոռացիք խաղաղություն, 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 բայց մենք Բաքվի բանտերում այսօր ունենք ամեն օր խոշտանգվող հայ։ Իվիճակից իր ամանորյա ուղերձում Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ասում էինք ապագա կա, ապագան եկել է, սա է մեր խոստացած ապագան, իսկ 2026-ին ժողովուրդը կգնա եւ կհաստատի իր իշխանությունը։ Գեներալ Արշակ Կարապետյանը Փաշինյանի այս ապագան մի կարճ բառով բնութագրեց՝ թայֆաբազություն։ Ուղղակի թայֆաբազություն, որովհետև եթե ապագա կա, խաղաղություն կա, ուրեմն պետք է մենք ադրբեջանական բանտերում խոշտանգվող գերիներ չունենայինք։ Իսկ եթե մենք ունենք այնտեղ գերիներ, այն էլ խոշտանգվող, նշանակում է մենք չունենք պետություն, մենք չունենք պետություն։ Դուք պատկերացնում եք պետություն ունեցող երկրում հայը դիմում է Ալիևի կնոջը, որպեսզի իր Բաքվի բանտում խոշտանգվող իր ամուսնուն ներում շնորեն։ Խայտառակություն է։ Մենք ունենք այո թայֆաբազություն, մենք ունենք 200 հոգանոց խմբակ, որոնք ճիճվի պես մտել են այս ժողովրդի օրգանիզմի մեջ ու ամեն ինչ այսպես կրծոտելով գնում են։ Մենք դա ունենք։ Ես կարծում եմ, որ այս ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է։ Որքան էլ ասենք, սխալվում են, ընկնում են, հուսահատվում են, բայց այս ժողովուրդը միևնույն է իմաստուն ժողովուրդ է։ 26 թվականը ես կարծում եմ, որ լինելու է իսկական հայի հաղթանակի տարի, իրական հայի հաղթանակի տարի եւ Փաշինյանական իշխանությունը թող հասկանա բռնապետերի կյանքը ինչպես է ավարտվում։ Մենք ունենք բռնապետություն, որ կարող են խոսքի համար, գրառման համար։ Հայաստանը աշխարհում բնակչության թվականակով ռեկորդակիր երկիր է քաղբանտարկյալների, անիմաստ հետապնդվողների, շինծու հետապնդվողների, գործերով հետապնդվողների երկիր է, ռեկորդակիր երկիր է։ Բռնապետերը հենց այսպես են լինում։ Բռնապետերի հարցն էլ տեսնում ենք ընդհանրապես աշխարհում ինչպես է լուծվում։ Դուք մեր զրույցի սկզբում խոսում եք, թե Միացյալ Նահանգները տեսեք ինչ արեց, ինչպես վարվեցին։ Որը մտնում են մարդուն իր տնից գողանում են,
Տեսեք, դա այդ արժեքների նկատմամբ եւ ոչ միայն արժեքների, այլ ընդհանրապես հոգեբանություն փոխվեց մարդկանց մոտ, այսինքն որևէ երկրի ղեկավար չի կարող զերծ մնալ նման իրավիճակից։ Հիմա ինչի են սրանք ինչ ասում, վազում են անելու։ Իրանք գիտեն ինչա իրանց սպասվում։ Ձեր հետևում այդ պատկերն է Վենեսուելայի նախագահը գերեխարված այլևս։ Հա, հիմա օրինակ, եթե սրանք մի բան չանեն, բա սրանք էլ են նույն վիճակն է լինելու։ Որովհետև, գիտեք, ընդհանրապես կամ բռնապետերի նկատմամբ է նման գործողություն իրականացվում, պատմությունը դա ցույց է տալիս, կամ թուլակամների։ Ուժեղ պետության, ուժեղ ղեկավարի նկատմամբ երբեք նման գործողություն որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տա։ Ասում ենք, թե նավթային ամենահզոր պաշարներ եւ այլն, բայց Վենեսուելան չկարողացավ դառնալ աշխարհում խոսք ասող պետություն, որովհետև այնտեղ էլ թալանը, բռնապետությունը, կոռուպցիան, այս սա է լինելու։ Դրա համար վազելով մի քայլ առաջ էլ գնում անում են։ Հիմա խոստացել են, չի ասում են մինչև Սուրբ Ծնունդ բանա կաթողիկոսը չի լինելու։ Երեկվանից ընկել են բանի մեջ, տվայտվում են, ընկճախտի մեջ են հայտնվել, չգիտեն ինչ անեն։ Ես ասում եմ, պարտություն բերած, մահ ու ավեր բերած իշխանությունը չի կարող հայի հոգևոր կամքը տրորել կամ կոտրել։ Սիրելի ժողովուրդ, ես կարծում եմ 26 թվականը կլինի իրական հայերի շուրջ համախմբման տարի։ Մենք չենք կարող ազգովի, մենք չենք կարող թույլ տալ, որ թրքահպատակ մի խմբակ մեզ հետ վարվի այնպես, ինչպես իրեն թելադրում են դրսից։ Թրքահպատակ մի խմբակ չի կարող սովի մատնել ազգի մեծ մասին, չի կարող, ուղղակի չի կարող սովի մատնել։ Ձեր գրպանները երբեք մի համեմատեք շարքային հայի գրպանի հետ։ Դուք սովի եք մատնել մեր ազգաբնակչության մեծ մասին։ Դրա համար եմ ասում, հատ առ հատ, այս շաբաթվանից սկսած պահանջելու ենք, գրավոր գրություններ ենք ուղարկելու, բոլոր ձեր ծախսած, մսխած, վատնած գումարների հետևից գալու ենք, ձեր չկատարած խոստումների հետևից գնալու ենք, ցույց ենք տալու, ով եք դուք, կեղծ խոստումներից զատ ինչ եք արել դուք։ 500 դպրոց կառուցող իշխանությունը դպրոցներ է փակել սահմանամերձ գյուղերում։ Այս սա եք դուք։ Հատ առ հատ փաստերով խոսելու ենք, ներկայացնելու ենք մեր ժողովրդին, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե այս իշխանությունը իրականում ինչ է արել, ինչով է զբաղվել եւ գալու է ինչ նոր ավերածություն բերելու իր գլխին։ Չհավատակ կեղծ իշխանությանը, չհավատակ երկիր քանդող իշխանությանը, չհավատակ Արցախ հանձնած իշխանությանը, չհավատակ մեր մատաղ սերնդին սպանած իշխանությանը։ Սա եմ ձեզ մաղթում 26 թվականին։ Բարօրությունը մենք կարող ենք բերել միասին, բարեկեցությունը կարող ենք ստեղծել ազգովի, առանց դրածո, առանց թրքահպատակ իշխանության։ Շնորհակալ եմ ձեզ։